Արգելի դատարան դատավարության հանդիպելի մասնակիցներ, իրավարտին մոտեցավ Անի Հովհաննիսյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152 հոդվածի երկրորդ մասի 3.1 կետով և 152 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքով քրեական գործընթացը։ Նախաքննական մարմնի կողմից նշված հոդվածներով Անի Հովհաննիսյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով անալիզիկային լրատվական կայքի տնօրեն շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, անալիզիկային լրատվական կայքի կուրվածքի գծով պատասխանելու, Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անհրաժեշտությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում ՎՏԲ Հայաստան բանկ ՊԲ ընկերության, օրինական շահերի ներական վնաս պատճառով տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 2016 թվականի մարտի 15-ին պահանջել է խոշոր չափերի 1 միլիոն դրամի գումար։ Բացի այդ շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, անալիզիկ ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդգեր Արտյոմ Կիշյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անհրաժեշտությամբ, կատարել է շորթում Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանից, նրա և վերջինիս մերձավորների մասին արատավորով, ինչպես նաև նրա իրավունքներն ու օրինական շահերի նեական վնաս պատճառով տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2016 թվականի ապրիլի 14-ին պահանջել է 300,000 դրամ գումար և 2016 թվականի մայիսի 3-ին Վարդգեր Կիշյանի միջոցով ստացել է զգալի չափի 300,000 դրամ գումար։ Դատաքննությամբ հետազոտված, որևէ ապացուցող չի ապացուցվում Անի Հովհաննիսյանի կողմից կատարված այնպիսի գործողություններ, որոնք իրենց մեջ կարող էին պարունակել շորթման հանցակաց։ Նախաքննական մարմնի կողմից Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է ենթադրությունների, օրենքի խախտման ձեռք բերված ապացույցների, մտածողների և շինություն ցուցմունքների վրա։ Քրեական օրենսգրքի 182 հոդվածում նշված է. Շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորով կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներն ու օրինական շահերին էական վնաս պատճառով տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունք հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը, որպեսզի արգելի դատարան գտնում են, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով Անի Հովհաննիսյանի գործողություններին բացակայում են։ Նախ անդրադառնամ Տիգրան Ուրիխանյանի դրվագին։ Նշված դրվագով դատաքննությամբ ենթակային պարզման, արդյոք Անի Հովհաննիսյանը Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանից և վերջինիս մերձավորների մասին արատավորով, ինչպես նաև նրա իրավունքներն օրինական շահերի նեական վնաս պատճառով տեղեկություններ հրապարակել է թե ոչ, եթե այո, ապա նման տեղեկությունները հրապարակելու սպառնալիք տվել է թե ոչ, և եթե այո, ապա այդ սպառնալիքները չիրագործելու համար նրանից գումար պահանջել է թե ոչ։ Շորթման օբյեկտիվ կողմը դրսևորվում է նրանով, որ հանցավորը սեփականատիրոջը կամ գույքի այլ օրինական տիրապետողին պահանջ է ներկայացնում իրեն հանձնել գույք կամ գույքի նկատմամբ իրավունք կամ իր օգտին կատարել գույքային բնույթի այլ գործողություններ, այդ պահանջը զուգորդելով սպառնալիքով։ Սպառնալիքը դրսևորվում է տարբեր ձևերով։ Տվյալ դեպքում Անի Հովհաննիսյանին մերձագրվել է անձի կամ նրա մերձավորը ազգական մերձավորի մասին արատավորով կամ նրանց իրավունքներն և օրինական շահերի նեական վնաս պատճառով տեղեկություններ հրապարակելու միջոցով։ Անձին կամ նրա մերձավորի մասին արատավորող տեղեկությունները համարվում են նրանք, որոնց հրապարակումը կարող է նվաստացնել անձի պատիվն ու արժանապատվությունը, տեղեկությունը կարող է լինել սուտ, չհամապատասխանել իրականությանը կամ իրականությանը համապատասխանող, սակայն բոլոր դեպքերում վարկաբեկող։ Նախ, ինչպես երևում է Անի Հովհաննիսյանին այս դրվագով առաջադրված մեղադրանքից, ապա ենթադրյալ շորթման համար հիմք է հանդիսացել 2014 թվականի դեկտեմբերի 6-ի, 2015 թվականի հունվարի 30-ի և 2016 թվականի ապրիլի 5-ի անալիզիկային կայքում, ինչպես նշված է որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ, Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջը արատավորով նրա օրինական շահերի նեական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակել։
Նշեմ, որ նախաքննական մարմնի այս հետևությունը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Նախ 2014 թվականի դեկտեմբերի 6-ին նշված կայքում ոչ թե եղել է հրապարակում, այլ Facebook-յան օգտատեր Վահե Էֆանջյանի էջից արտատպվել է վերջինիս կարծիքը X News-ային կայքում ընթացող քվեարկության մասին եւ այն չի կարող դիտվել Անի Հովհաննիսյանի կողմից Տիգրան Ուրիխանյանին, նրա քաղաքական գործունեությանը եւ ընտանիքի անդամների վարկաբեկող կամ խարդախության մեջ մեղադրող նյութ։ Արգելի դատարան, եթե այդպեսին դիտվի, ապա այն պետք է դիտվի հրապարակված Վահե Էֆանջյանի կողմից։ Հաջորդ երկու նյութերը ակամավորի պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի տարվա մարտհրապարակը եւ Տիրոջը կորցրած ջայլամները հրապարակումները եղել են ի պատասխան X News-ային կայքում Անի Հովհաննիսյանի վերաբերյալ վիրավորական հոդվածների եւ իրենց մեջ նույնպես չեն պարունակել Ուրիխանյանի եւ նրա կնոջը արատավորող նրանց օրինական շահերի նայական վնաս պատճառող տեղեկությունները։ Իսկ վերջին անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին հոդվածը վերաբերում է նրան թե նախնական համաձայնություն եղած նախնական համաձայնությունը, ինչպես է Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել դրանից ներկայանալ Մամլո Ասունիցնի, որը իր բնույթով նույնպես չի կարող դիտարկվել նրա քաղաքական գործունեությանը եւ ընտանիքի անդամների վերաբերող կամ խարդախության մեջ մեղադրող նյութ։ Արգելի դատարան պայմանավորվածություն է եղել, որպեսզի անձը գնա եւ մասնակցի Մամլո Ասունիցին, սակայն վերջի պահին հրաժարվում է ներկայանալ եւ ընդհանրապես դրա մասին հրապարակում։ Իսկ Ուրիխանյանի կապրիզին այն մասին է եղել, որ վերջինս ելնելով իր սկզբունքներից Մամլո Ասունից է տալի միայն այն դեպքում, երբ արկա է առնվազն 3 հեռուստաընկերություն, իսկ 2016 թվականի ապրիլի սկզբներին անալիտիկ Մամլոյի ակումբը կարողացել է ապահովել 2 հեռուստաընկերության ներկայություն։ Այսինքն նախաքննական մարմնի կողմից որպես Ուրիխանյանին եւ նրա կնոջը արատավորող նրա օրինական շահերի նայական վնաս պատճառող տեղեկություններ են համարվել այն հրապարակումները, որոնք կարող էին ինչ-որ կերպ դուրս չգալ Տիգրան Ուրիխանյանին, թեև իրենց մեջ չէին պարունակում վերջինիս եւ նրա կնոջը արատավորող նրա օրինական շահերի նայական վնաս պատճառող տեղեկություններ, արգելի դատարան առավել եւս որ կնոջ վերաբերյալ ընդհանրապես տեղեկություն էր նշված, որ կինը հանդիսանում է X News կայքի սեփականատերերից։ Այնուհանդերձ անդրադառնանք դատաքննության հետազոտված այն ապացույցներին, թե արդյոք Անի Հովհաննիսյանը, ինչպես նշված է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ, հանդիպման ժամանակ սպառնացել է Տիգրան Ուրիխանյանին, շարունակել համացանցում հրապարակել նրա եւ նրա ընտանիքի անդամներին արատավորող եւ նրա իրավունքներն օրինական շահերին նայական վնաս պատճառող տեղեկություններ, իսկ դրանք դադարեցնելու համար պահանջել արդյոք 300,000 դրամ գրգումը։ Նախ, նույնիսկ Տիգրան Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի դեմ թեկուզ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալիս, նման հաստական հանգամանքներ չի նշել։ Տուժողը երբևէ իր ցուցմունքում չի նշել, թե Անի Հովհաննիսյանը սպառնացել է իրեն շարունակել իր եւ իր ընտանիքի անդամների վերաբերյալ հոդվածներ հրապարակել, իսկ դրանք դադարեցնելու համար գումար պահանջել։ Արգելի դատարան նույնիսկ ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը նման բովանդակության ֆանտաստ վեպ չէր կարող գրել, ինչպիսին քննիչները փորձել են Անի Հովհաննիսյանի գործողությունները նկարագրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ։ Այժմ վերլուծենք դատաքննությամբ այս դրվագով հետազոտված ապացույցները։ Դատաքննության ժամանակ Տուժող Ուրիխանյանը ցուցմունք տվեց հետևյալի մասին, մեջբերում է բաղացի։ Ամբաստանյանի հետ մի շարք հանդիպումներից հետո ես այնուհանդերձ կրկնում եմ նորից, չցանկանալով վնասել նրան, չցանկանալով խորացնել այն վիճակը, որը կարող էր, ինչին որ հասավ իրադարձությունների զարգացումները, հանձնարարել եմ իմ ներկայացուցիչին, այն ժամանակվա կենտրոնական գրասենյակի ղեկավարին հանդիպել Ամբաստանյանի հետ։ Գրասենյակում անվտանգության նկատառումներից ելնելով տեսած այնագրության պարագայում հարց տալ, միգուցե ես սխալվում եմ, միգուցե ես ճիշտ չեմ հասկացել, միգուցե իմ հարցադրմանը, ինչ է անհրաժեշտ, որպեսզի իմ վերաբերյալ սուտ իրականությանը չհամապատասխանող զրկվող տեղեկություններ չհրապարակվի, հնչեցվել է ոչ նյութական պահանջ, այլ բան։ Միգուցե ես սխալվում եմ, միգուցե մարդը չունի առնչություն եւ իր գործողություններում չկա հանցակազմի հետ։ Արգելի դատարան, ինչպես տեսնում ենք ցուցմունքի այս հատվածից,
ապա Անի Հովհաննիսյանը որևէ պահանջ չի ներկայացրել, այլ ինքն է իր հարցադրումները կատարել եւ իր կասկածների մեջ հավաստանալու համար իր ներկայացին առաջարկել է հանդիպել Անի Հովհաննիսյանի հետ, բարձր իրականությունը, հավաստյանը, թե արդյոք Անի Հովհաննիսյանը ունի նյութական պահանջ։ Շարունակելով ցուցմունքը ուժով հայտնել, ներկայացուցիչ սույն դատավարության ընթացքում, այս դատավարության ընթացքում հանդես եկած Սարգիս Հարությունյանը իրենց հանդիպումից հետո ինձ ներկայացրել է տեսաձայնագրություն եւ պատմել հետեւյալը, ինչը վստահ եմ դատարանը նաեւ լսել է, որ ամաստանյալին տրվել է հարկ։ Ճիշտ է, որ Ուրիխանյանի պահանջը եղել է միակը, ոչ մի սուտ զրպարտություն եւ իրականությանը չհամապատասխանող իրականությանը։ Ճիշտ է, որ դրա դիմաց ակնկալվել է 300 եւ տրվել պատասխան։ Վստահ եմ, որ դատավարության մասնակիցները հիշում են այդ տեսաձայնագրություններից կամ ցուցմունքներից եւ հիշյալ վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից, արգելեցման ժամանակ արված պնդումներից, որտեղ նաեւ հաստատում է այդ իրողությունը։ Հիմնվելով Սարգիս Հարությունյանի պատմածից, տրամադրված տեսանյութից, այնուհետև իր ցուցմունքի վրա որևէ կասկած իմ մեջ այլևս չի մնացել։ Տուժովը նույնիսկ նշել է, որ եթե չլիներ Սարգիս Հարությունյանի վստահությունը եւ տեսաձայնագրությունը, ես շարունակելու էի հրաժարվել որևէ գործողություն ձեռնարկելուց օրենքով սահմանված իրավունքների շրջանակներում։ Արգելի դատարան, սույն դատականության ժամանակ հարձակվեց Սարգիս Հարությունյանը, ում ցուցմունքներից ակնհայտ դարձավ, որ ի հակառակ Տիգրան Ուրիխանյանի ինքը երբ հանդիպել է Անի Հովհաննիսյանին, վերջինս որևէ գումարային պահանջ չի ներկայացրել, գումարի մասին որևէ խոսակցություն չի ունեցել, իսկ հետագայում վերլուծելով այդ ամենը եկել է այն եզրահանգման, որ Անի Հովհաննիսյանը Տիգրան Ուրիխանյանից գումար չի պահանջել։ Վկան նշել է, որ երբ ինքը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանին, ասել է, որ չի երևում, որ Անին գումարի պահանջ է ներկայացնում, սակայն Տիգրան Ուրիխանյանը իրեն ասել է, որ այդպես չէ։ Արգելի դատարան, ակնհայտ է, որ սույն պարագայում նույնիսկ Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքը հետևում է հենց իր կողմից վկայակոչված անձի ցուցմունքով, եւ եթե նրա հավաստիության աղբյուրը հանդիսացել է Սարգիս Հարությունյանը, ապա վերջինս Ուրիխանյանին ասել է, որ Անին գումարային պահանջ չի ներկայացնում։ Եվ Սարգիս Հարությունյանի դատականության ցուցմունքը համադրելով թեկուզ օրենքի խախտմամբ ձեռք բերված տեսանյութի հետ, ակնհայտ է դառնում, որ իրականում Անի Հովհաննիսյանը Սարգիս Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ որևէ գումարային պահանջ չի ներկայացրել։ Հետևաբար, Տիգրան Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի դեմ հաղորդում եւ ցուցմունք է տվել վերջինիս վերագրելով այնպիսի գործողություններ, որոնք իրականում տեղի չեն ունեցել, եւ այդ հանգամանքի ինչպես նաեւ գործում արկա վերջինիս կողմից Անի Հովհաննիսյանին համագործակցության անվան տակ հանդիպել, հանդիպումները գաղտնի ձայնագրելը խոսում է այն մասին, որ նա հատուկ նպատակ, պատվեր կամ հանձնարարություն է ունեցել Անի Հովհաննիսյանի դեմ իրականությանը չհամապատասխանող հաղորդում տալու համար, այլ կերպ հնարավոր չէ բացատրել։ Մեղադրողի հարցին տրված տուժողին, թե ձեր հարցին նա ինչ պատասխան տվեց, երբ ասացին, ինչ է անհրաժեշտ, որպեսզի այլևս վարկաբեկիչ նյութեր չտվեն, ինչ պատասխան տվեց ձեզ Անի Հովհաննիսյանը, տուժողը պատասխանեց։ Բայց իրականությունը հետևյալն է, ծավալվել են բազմաբովանդակ զրույցներ համագործակցության շուրջ։ Օրինակ, ինձ առաջարկվել է համատեղ պայքարել ՎՏԲ բանկի դեմ, առաջարկվել է տեղեկատվական առաջարկություն։ Եթե ես տայի իմ այդ հրապարակային գիծը, փորձել եմ փակել այդ թեման, շրջանցել, բացատրելով, որ ես իմ քաղաքական հրապարակային գործունեությունը վարել եմ կամ իմ համոզմունքների շրջանակներում իմ ցանկություններով կամ չեմ վարել եւ չեմ անելու որևէ մի բան, ինչ որ միակ առաջարկի դիմաց կամ ինչ որ բան չանելու դիմաց։ Հնչել են տարատեսակ ձևակերպումներ, խոսվել է համագործակցության մասին։ Ավելի կոնկրետ փորձել եմ առավելագույնս հստակ ձևակերպում ստանալ եւ երևի թե առավելագույնս հստակ ձևակերպում ստանալն է, որ հանդիսացել է այն հիմնական պատճառը, որ ներկայացուցիչս հանդիպման ուղարկեցի եւ տեսաձայնագրությամբ զրուցելու համար։ Արգելի դատարան, ուժողի այս պատասխանից նույնպես չի կարելի գալ այն եզրահանգման, թե Անի Հովհաննիսյանը նրան գումարային պահանջ է ներկայացրել։ Ուժողը նշում է, որ զրույց է եղել համագործակցության շուրջ, ՎՏԲ բանկի դեմ պայքարելու շուրջ, առաջարկվել է տեղեկատվական աջակցություն։ Այսինքն, սույն պատասխանով ուժողը հաստատել է Անի Հովհաննիսյանի այն ցուցմունքը, որ Տիգրան Ուրիխանյանի հետ հանդիպման նպատակը եղել է համագործակցությունը եւ նշված գումարը համագործակցության ծառայությունների մատուցման արժեք է։
Այս պատասխանի մեջ որևէ արտահայտություն Անիի կողմից տուժողից գումար ուզելու վերաբերյալ բառ անգամ չկա։ Տուժողը չկոնկրետացնելով նշում է, հնչել են տարատեսակ ձևակերպումներ, խոսվել է համագործակցության մասին։ Տուժողը մեղավորողի կողմից տրված հարցի պատասխանը ավարտել է հետևյալ ձևակերպմամբ։ Ուզում եմ կրկնել, որ հիմնական վրդապատճառը իրավապահ մարմիններին դիմելու եւ վերջնական շարժառիթը եղել է Սարգիս Հարությունյանից ստացած տեղեկություն։ Այսինքն, կրկին տուժողը հղումը կատարվում է Սարգիս Հարությունյանի կողմից իրեն հայտնած տվյալների վրա։ Սակայն ինչպես տեսանք, վերջինս նշել է, որ ինքը Տիգրան Ուրիխանյանին ասել է, որ չի երևում, թե Անին գումարային պահանջ է ներկայացում։ Հետևաբար, Տիգրան Ուրիխանյանի սույն պատասխանից հետևում է, որ Անի հետ զրույցի ժամանակ վերջինս իրեն գումարային պահանջ չի ներկայացվել, խոսվել է համագործակցության մասին, տարատեսակ ձևակերպումներ են եղել, հետևապես ինքը ցանկանալով հավաստիանալ, տեղեկանալ, թե Անին իրենից գումարային պահանջ ունի թե ոչ, ուղարկել Սարգիսին, որից հետո նոր որոշել իրավապահ մարմինները։ Հաշվի առնելով, որ Սարգիս Հարությունյանը հերքեց Տիգրան Ուրիխանյանի կողմից իրեն վերագրվող հայտնած տվյալների վերաբերյալ ցուցմունքը, ակնհայտ է դառնում, որ տուժողը Անի Հովհաննիսյանի վերաբերյալ հաղորդում է տվել ոչ թե իրական փաստերը հաշվի առնելու պայմաններում, այլ ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ ՎՏԲ բանկի կողմից օգտագործվելու պատճառով։ Իմ կողմից տրված այն հարցին, թե երբևէ Անի Հովհաննիսյանի կողմից նման ձևակերպում եղել է, որ իրեն գումար վճարեք, որպեսզի նա այլևս ձեր վերաբերյալ վատ, սուտ, զրկվարկող հոդվածներ չտպագրի, տուժողը պատասխանել է, ոչ, տարատեսակ ձևակերպումներով առաջին հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանի այդ ձևակերպումից կամ խուսափեց, կամ չուներ այդ ժամանակ այդ նպատակ։ Բայց իմ մոտ առաջացած կասկածների արդյունքում տեղի ունեցավ հաջորդ զրույցը, որը ինչպես ես տվել եմ նախաքննության ընթացքում իմ ցուցմունքների մեջ, եղել են բազմաբովանդակ տարատեսակ ձևակերպումները։ Եվ որևէ մեկից բան ունի ուզելու ակնկալիքով, առավել ևս գիտակցում է, որ դրանում կա քրեական հանցագազ, դուք շատ լավ հասկանում եք, բոլորը հասկանում են, որ փորձում է հնարավորինս խուսափել վտանգավոր ձևակերպումներից եւ պահանջ ներկայացնել կամ քողարկված կամ չգիտեմ այլ կերպ։ Դա եղել է պատճառներից մեկը, որպեսզի հաջորդ հանդիպման ժամանակ հարց հնչեցնեմ, որին իմ պատասխան տրվել է հետևյալը։ Հաշվի առնելով ձեր նկատմամբ իմ սիմպաթիան ամսական 300,000-ը լավ է, ասել եմ լավ է։ Դրանից հետո ներկայացուցիչս հանձնարարել եմ հանդիպել, պարզաբանել, կրկնում եմ ինչ այդ ասվածը, ես տեսել եմ այդ հանդիպման տեսագրությունը։ Հարց է տրվում, ինչու է Ուրիխանյանի պահանջը, ասում է այո, հետո ասում է կպայմանավորվենք մնացածի վերաբերյալ, ասում է այո, մարդ ուղարկեմ ամեն ամսվա 5-ը մինչև։ Ինչ ամեն ամսվա 5-ը, եթե ես ուրիշ պահանջ չեմ ներկայացրել։ Հարգելի դատարան, այս պատասխանից ևս ակնհայտ է, որ Անի Հովհաննիսյանի կողմից տուժողին որևէ պահանջ չի ներկայացվել, ինչպես նաև գումարային պահանջ չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է տուժողի կողմից նշված բազմաբովանդակ եւ տարատեսակ ձևակերպումների արկայությունը, ապա սույն գործով թե ամբողջ նախաքննության եւ թե դատաքննության ժամանակ այդպես էլ անհասկանալի դարձավ, թե որոնք են այդ բազմաբովանդակ, տարատեսակ կամ տարաբնույթ ձևակերպումները։ Նախաքննական մարմինը նույնիսկ հրաժարվեց պարզաբանել դրանք, իսկ տուժողն էլ դատաքննության ժամանակ չկարողացավ։ Ինչպես տեսնում ենք, տուժողը փորձում է կոնկրետ գումարային թեմայի վերաբերյալ խոսակցությունը տանել այն ժամանակահատվածի վրա, երբ ըստ իրեն չի հաջողվել այդ օրը սրճարանում գտնվող ջրվեժի պատճառով գաղտնի ձայնագրել Անի Հովհաննիսյանը։ Ակնհայտ է, որ եթե այդ օրվա ձայնագրությունը լիներ, ապա միանշանակ գումարային որևէ խոսակցություն այնտեղ չէր լինի։ Այս պատասխանում նույնիսկ տուժողը կարծիք է հայտնում, որ առաջին հանդիպման ժամանակ Անին գումարային պահանջ ներկայացնելուց կամ խուսափել է կամ չուներ այդ ժամանակ այդ նպատակը։ Այսինքն ակնհայտ է, որ գումարային պահանջի վերաբերյալ տուժողի ենթադրությունները երևակայության արդյունք են եւ ոչ թե իրական դեպքեր։ Նույնիսկ ինքը կասկածի տակ է դնում, որ առաջին հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանը իրեն հանդիպել է այդ նպատակով, նշելով, որ այդ ժամանակ գուցե չուներ այդ նպատակը։ Այն հարցին, թե Սարգիս Հարությունյանը դատարանում հարցակրվելիս հայտնել է, երբ հանդիպել պարզել է, որ Անի Հովհաննիսյանը գումար չի ուզում եւ դրա մասին ձեզ տեղյակ է պահել։ Ինչ կասեք այդ մասին, տուժողը պատասխանեց։ Չգիտեմ ինչ ցուցմունք է տվել Սարգիս Հարությունյանը եւ ցանկություն չունեմ իմանալու։
Տեղյակ եմ դրանից, թե ինչ է նա պատմել ինձ հանդիպումից հետո եւ ներկայացրել է տեսաձայնագրությունը, որից հետո սկսեց պատմել, թե Սարգիսը դատապարտված է, իրենից պահանջել է, որ իրեն օգնի, այլապես իր դեմ ցուցմունք կտա եւ այլն։ Հարգելի դատարան, ակնհայտ է, որ եթե անձը այժմ ցանկություն չունի լսելու իրեն վստահած անձանցից մեկի ցուցմունքը, բնականաբար նրա համար այն ժամանակ էլ միևնույն է եղել, թե վերջինս Անի Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո ինչ է իրեն հաղորդել, կարևոր է իր կողմից ստանձնած դերի իրականացումը։ Դատարանի կողմից հնչեցված վերջին հարցին, թե ի վերջո ընդհանրացնելով ձեր ցուցմունքները ամբաստանյալ ձեզ գումարային պահանջ ներկայացրել է թե չէ, խոսքը վերաբերում է ձեր մասին վարկաբեկիչ նյութերի հրապարակումը դադարեցնելու մասին, կոնկրետ պահանջ ներկայացրել է թե ոչ, եւ եթե ներկայացրել է գումարի չափն ասեք, ուժովը կրկին տարաբնույթ անհասկանալի ձևակերպումներով պատասխանեց։ Մեջբերում եմ բառացի։ Քանի որ չի ներկայացվել երկու բառով, ես պատմում եմ, թե ինչպես է ներկայացվել։ Բազմաբովանդակ, բազմաչարչար, հասկանալի եւ ինձ համար որոշ դեպքերում անհասկանալի ձևակերպումներով, այո, ինչպես բարձրեց առաջարկել է համագործակցություն։ Ինձ համագործակցությունը չի հետաքրքրել, իմ կողմից դրվել է մեկ պահանջ։ Իր կողմից համագործակցություն, իր կողմից մեկ պահանջ։ Վերջում դա ավարտվել է իմ նկատմամբ սիմպաթիաներից ելնելով ամսական 300,000 դրամ լավա թե ոչ հարցով։ Հաստատելու համար միգուցե ես իսագիտակից վիճակում եմ եղել, կամ գուցե թուրն ըմբռնում է եղել, կամ միգուցե տեսաբանական ընկալման խնդիր ունեմ, կամ ունեցել եմ, խնդրել եմ ներկայացուցիչ հանդիպի։ Հարգելի դատարան, ուժովի սույն պատասխանից ևս հետևում է, որ Անի Հովհաննիսյանի կողմից որևէ գումարային պահանջ ուժովին վերաբերյալ վարկաբեկիչ սուտ եւ այլ տեսակի հրապարակումներ չկատարելու կամ դադարեցնելու համար չի պահանջվել, ինչպես ուժովն է նշում, այո, առաջարկել է համագործակցություն, ինձ համագործակցությունը չի հետաքրքրել, իմ կողմից դրվել է մեկ պահանջ։ Հարց է առաջանում, թե նման ցուցմունքի պայմաններում Անի Հովհաննիսյանի որ գործողություններն են, որոնք կարող են իրենց մեջ պարունակել շոկման հանձնակազմ։ Ակնհայտ է, որ Անի Հովհաննիսյանի եւ ուժովի միջև եղել են համագործակցության վերաբերյալ խոսակցություն, որը հաստատում է ուժովը նաեւ իր այս պատասխանով։ Հարգելի դատարան, ես չեմ անդրադառնալ ուժովի կողմից մոլորակի փրկության կամ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում գտնվելու վերաբերյալ ցուցմունքներին, քանի որ սույն գործերի առնչություն չունեն, սակայն դրանք էլ կարող են դատարանի մոտ նրա ցուցմունքների արժանավատության վերաբերյալ կարծիք ստեղծել։ Ուժովի ցուցմունքների, ինչպես նաև Անի Հովհաննիսյանին այս դրավագով առաջադրված մեղադրանքը, հետևում է նաև ուժովի վստահված անձ կամ ինչպես ինքն է բնորոշել ներկայացուցիչ, այն ժամանակ դեռևս Այլանդս կուսակցության գրասենյակի կենտրոնական գրասենյակի ղեկավար Վկա Սարգիս Հարությունյանի ցուցմունքը։ Դատական քննության ժամանակ վերջինս ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլ ամսին Տիգրան Նուրախանյանը իրեն ասել է, որ անալիտիկ կայքի վերաբերյալ հրապարակել է վարկաբեկիչ նյութեր եւ դրանք չհրապարակելու համար Անի Հովհաննիսյանի իրենից գումար է պահանջել։ Հարգելի դատարան, եթե Տիգրան Նուրախանյանը դեռ համոզված չէ, որ Անի Հովհաննիսյանի իրենից գումար է պահանջում եւ Սարգիս Հարությունյանին է ուղարկում դա ճշտելու համար, հետեւաբար տվյալ պահին նա չէր կարող այդ կանխավարկածով Սարգիս Հարությունյանին ուղարկել հանդիպում։ Տիգրան Նուրախանյանը ասել է իրեն, որ հանդիպի Անի Հովհաննիսյանի հետ եւ հասկանա, Անին ինքնուրույն է դա անում, միջնորդավորված, թե այլ անձի դրդմամբ, ինչպես նաեւ իրեն հետաքրքրել է, թե իրականում Անին գումար պահանջում է թե ոչ։ Երբ հանդիպել է Անի Հովհաննիսյանի հետ, վերջինս գումարային որևէ պահանջի մասին չի խոսել, նման բան չի շոշափել, գումարային պահանջին չի ներկայացրել։ Իր մոտ կարծիք է ձևավորվել, որ ՎՏԲ բանկի հետ կապված հրապարակումների պատճառով անալիտիկ կայքը գտնվում է վատ նյութական վիճակում, ապա չի ցանկացել Տիգրան Նուրախանյանի հետ գործընկերային հարաբերություններ փչացնել եւ նման պահանջ չի ներկայացրել։ Վկան հայտնեց, որ դրանից հետո երբ հանդիպել է Տիգրան Նուրախանյանին, ասել է, որ չի երևում, որ Անին ինչ-որ գումարային պահանջ է ներկայացնում, սակայն Տիգրանը ասել է, որ չէ, ներկայացնում է։ Դրանից հետո Տիգրանի ասելով հանդիպել է Վարդուտերին, նրան փոխանցել 300,000 դրամ գումարը, սակայն թե կոնկրետ ինչի համար ինքը տեղյակ չէ։ Վկան հայտնեց նաև, որ վերլուծելով այս ամենը եկել է այն կարծիքին,
որ Անի Հովհաննիսյանը Տիգրան Ուրիխանյանից գումար չի պահանջել։ Վկան հարցին պատասխանելուց հայտնեց, որ հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանը խոսել է համագործակցության մասին, խոսել է նաև նյութերով փոխանակվելու մասին։ Վարդիտերի հետ հանդիպման ժամանակ իր կողմից գումար տալու պահին վերջինս նոտատետրում գրել է մեյլի հասցեն, մի քանի անգամ խոսել է նյութ ուղարկելու մասին։ Վկան հայտնեց նաև, որ Տիգրան Ուրիխանյանը և Անի Հովհաննիսյանը համագործակցության եզրեր ունեին, թեկուզ ՎՏԲ բանկի հետ կապված, քանի որ Անի Հովհաննիսյանը իր հրապարակումներում անդրադառնում էր այդ բանկին։ Իսկ Տիգրան Ուրիխանյանը ազգային ժողովում նույնպես այդ հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել։ Իսկ մեղադրողի կողմից տրված այն հարցին, թե Ալյաս այն կայքի պարագայում Ալյանս կուսակցությունը և Տիգրան Ուրիխանյանը լուսաբանվելու կարիք ունեին թե ոչ, վկան պատասխանեց, որ լուսաբանվելու կարիք ունի ցանկացած կուսակցություն, այդ թվում Ալյանսը, քանի որ Տիգրան Ուրիխանյանը ցանկություն ուներ ներկայանալու լայն մասաները։ Վկան հայտնեց, որ ինքը տեղյակ չի եղել, թե իր և Անի հանդիպումը տեսաձայնագրվում է, նույնիսկ չգիտի, թե որտեղ կարող է դրված լինել տեսախցիկը։ Նախագահողի այն հարցին, թե միտումնավոր է տեսախցիկը այդ դեպքում դրվել, որպեսզի Անիի ծխելը նկարվեր, նույնպես վկան նշեց, որ տեղյակ չէ։ Հարգելի դատարան, ակնհայտ է, որ նախապես է ծրագրավորված այսպես կոչված Անիի գլխին սարքելու պրոցեսը, նրան գաղտնի տեսանկարել են ծխելուց, հետագայում որպես այդ գաղտնի տեսաձայնագրությունը հրապարակել համացանցում և հասարակության մեջ նրան ներկայացնեն բացասական կերպարով։ Իսկ համացանցում տարածված տեսանյութը, որը էապես տարբերվում է դատարանում հետազոտվածից, ներկայացվել է գրանշման ձևով, ինչ-որ բառային արկայություններ, որ արկա չեն նույնիսկ տեսանյութը։ Վկան հայտնեց նաև, որ Տիգրան Ուրիխանյանը դատարանամոլ է, քանի որ 20-ից ավելի անձանց վերաբերյալ այցեր գործեր ունի դատարանում, իսկ այն հարցին, թե պետք է ենթադրել, որ Ուրիխանյանը վտանգ է սպասում, ոչ թե համագործակցություն, վկան պատասխանել է, որ նա ամեն մեկից էլ վտանգ է սպասում, ցանկացած ում հետ ինքը շփվում է։ Նշված դեպքում նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել նաև Վարդգեր Կիշյանը, ում ցուցմունքով ևս երկվում է Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը և Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքները։ Հարգելի դատարան, ի դեպ նշեմ, որ թե Տիգրան Ուրիխանյանի և թե Սարգիս Հարությունյանի նախաքննական ցուցմունքները չեն հետազոտվել։ Նշված դեպքում վկան նշել է, որ հանդիսացել է անալիտիկի մանուկ ակումբի պատասխանատու, կազմակերպել ասուլիսներ, որի հետ կապված թեմաներ մշակել, հյուրեր հրավիրել և զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանք կատարել։ 2016 թվականի ապրիլին երկրի սահմաններում տիրող իրավիճակի հետ կապված կազմակերպել է մամուլի ասուլիսներ, շաբաթվա հյուրերի շրջանակում օգնականի միջոցով հրավիրել է նաև Տիգրան Ուրիխանյանը։ Ասուլիսի կայացման օրը վերջինս չի ներկայացել ասուլիսին, պատճառաբանելով, որ լրատվամիջոցները բավարար չէին և նրա օգնականը ասել է, որ Ուրիխանյանը ասուլիս չի տա և հեռացել։ Դրանից հետո իրենց կայքում տեղադրվել է նյութ, առայն որ Տիգրան Ուրիխանյանը հրաշարվել է ասուլիսին մասնակցելուց։ 2016 թվականի ապրիլի վերջերին Անին իրեն ասել է, որ Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այն մասով, որ նա կսկսի համագործակցել մեր կայքի հետ։ Քանի որ Ուրիխանյանը ակտիվորեն ՎՏԲ բանկի հետ կապված հարցեր պետք է քննարկման դնի ազգային ժողովը։ Այդ կապակցության պատրաստականություն է հայտնել նրան լրատվամական մասով աջակցել։ Անին ասել է, որ Ուրիխանյանի հետ ունեն պայմանավորվածություն և այդ առիթով կզանգահարի նրա օգնական Սարգիսը և փոխանցի 300,000 դրամ գումար։ Անին ինձ ասաց, որ անեմ այնպես ինչպես պայմանավորվել ենք, այսինքն Սարգսին ես պետք է փոխանցեի իմ կամ որևէ այլ էլեկտրոնային հասցե, որի միջոցով վերջիններս պետք է ուղարկեն համապատասխան նյութեր տեղադրման համար։ Անին ինձ ասաց նաև, որ ես Սարգսին հարցնեմ, թե պարոն Ուրիխանյանի հաջորդ ելույթը ՎՏԲ բանկի կապակցությամբ երբ է լինելու։ Սույն վկայի ցուցմունքով հաստատվում է Անի Հովհաննիսյանի կողմից տրված այն ցուցմունքը, որ Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածությունը եղել է համագործակցության մասին և ոչ թե հրապարակումները դադարեցնելու վերաբերյալ գումարային պահանջ։ Անի Հովհաննիսյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և այս վերաբերյալ ցուցմունք է տվել, որ երբևէ Տիգրան Ուրիխանյանից նրա մեղավորների մասին արատավորող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին
հայական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2016 թվականի ապրիլի 14-ին, ինչպես նաեւ մեկ այլով նրանից գումար չի պահանջել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Ուրիխանյանը դուրս էր եկել ԲՀՊ կուսակցությունից եւ ստեղծել Ալյանս կուսակցություն, նրա գործունեության վերաբերյալ մեր կայքում հրապարակվել էր մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում էին ինչպես նրա կողմից ազգային ժողովում հնչած ելույթների, այնպես էլ նորաստեղծ կուսակցության գործունեությանը։ Մեծամասամբ դրանք Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ դրական հոդվածներ էին, որոնց պատճենները կցված են քրեական գործը։ Ինչ վերաբերում է ինձ մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նշված հոդվածների, որոնք բնորոշվել են իբրև նրա մերձավորների մասին արատավորող, ինչպես նաև նրա իրավունքներն օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, ապա Անի Հովհաննիսյանի ցուցմունքում մանրամասն անդրադարձավ նշված հոդվածների հրապարակմանը։ Շարունակելով ցուցմունքը Անի Հովհաննիսյանը նշել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածում անալիտիկ կայքի, ինչպես նաև հնում գործող այլ լրատվամիջոցներ անդրադառնում էին ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի գոյության թեմաների, իսկ այժմ Տիգրան Ուրիխանյանը այդ թեմայով նաև ելույթ ունեցավ, մի քանի օր անց իր օգնականի միջոցով ինձ հրավիրեց ազգային ժողով իր աշխատասենյակ, որտեղ քննարկել են ինչպես նախկինում անալիտիկ կայքում տպված իր վերաբերյալ հոդվածների, այնպես էլ հետագա համագործակցության հետ կապված հարցեր։ Եկել է որոշակի համաձայնություն, սակայն իր կողմից երբևէ գումարային պահանջ չի եղել, երբևէ նման խոսակցություն չի եղել, թե գումարի փոխարեն ինքը դադարեցնի Տիգրան Ուրիխանյանի պատիվը արատավորող հոդվածներ տրվել։ Իրենց միջև պայմանավորվածություն է եղել այն մասին, որ անալիտիկ կայքը պետք է ժամանակ առ ժամանակ լուսաբաներ ազգային ժողովում Տիգրան Ուրիխանյանի ելույթները, ինչպես նաև Ալյանս կուսակցության գործունեությունը։ Իսկ թե կոնկրետ ինչ կերպ պետք է իրականացվեր այդ լուսաբանումը, այդ հարցի շուրջ քննարկումները ընթացել են հետագայում իր եւ Սարգիս Հարությունյանի, ինչպես նաև անալիտիկ կայքի աշխատակից Կիշյանի եւ Սարգիսի միջեւ։ Նյութերը պետք է ուղարկվեին անալիտիկ կայքի էլեկտրոնային հասցեին։ 2016 թվականի մայիսի 3-ին Վարդիկները հանդիպել է Սարգիսին Coffee Store սրճարանում, որտեղ Սարգիսը պետք է Վարդիկներին փոխանցել էլեկտրոնային հասցեն կամ պրոֆիլը եւ համաձայնեցված գումար։ Այդ ընթացքում իրեն է զանգել սրճարանի աշխատակից Անահիտը եւ ասել, որ աշխատակցությունում եւ նրա հետի տղային իրեն ծանոթացի աշխատակցուի է հետեւել, որից մտահոգվել է եւ այդ պատճառով SMS ուղարկել Վարդիկներին, որ Սարգսից որևէ թուղթ չվերցնի։ Որոշ ժամանակ անց նորից է Անահիտը զանգել եւ ասել, որ Վարդիկներին աշխատակիցները տարել են։ Այդ մասին տեղեկանալով եւ համոզված լինելով, որ Վարդիկները հանդիպելով Սարգսին որևէ հակաօրինական արարք չի կատարել, զանգահարել է ոստիկանություն պարզելու, իրականում նրան ոստիկանություն են տարել, թե նրան այլ անձինք են առևանգել։ Ինչպես նույնպես կարել է ոստիկանություն, տեղակերպել ոստիկանությանը եւ տեղեկացել են, որ Տիգրան Ուրիխանյանը հաղորդում է տվել իր դեմ, թե իբրև նրան շորթել է, որը իրականությանը չի համապատասխանում։ Հարգելի դատարան, Անի Հովհաննիսյանի ցուցմունքները հետքված չեն, դեռ ավելին հաստատվում են դատականությամբ հետազոտված վերևը կայակոչված ցուցմունքները։ Բացի այդ, Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը հետքվում է նաև դատականությամբ հետազոտված նյութերից, մասնավորապես անալիտիկ ՍՊ ընկերության գրասենյակից արգելված համակարգչի զննման, Տիգրան Ուրիխանյանի կամ այլ անձի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր, տեսանյութեր կամ լուսանկարներ չեն հայտնաբերվել։ Համակարգչում հայտնաբերվել է Ալյանս կուսակցության եւ անալիտիկ ՍՊ ընկերության միջև կնքվելի ծառայության մատուցման պայմանագիրը, այսինքն ոչ թե տվյալ դեպքում խոսքը գնում է շորթման մասին, այլ զուտ քաղաքացիական իրավական գործունեության մասին, որով Ալյանս կուսակցությունը պատվիրում էր, իսկ անալիտիկ ՍՊ ընկերությունը տպագրում նրանց պատվիրված նյութերը, որպեսզի փաստական տվյալներով ևս ապացուցվում է առաջադրված մեղադրանքը։ Նույն ապավանդակ ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր անալիտիկ ՍՊ ընկերության կողմից կնքվել են նաև այլ կազմակերպությունների հետ, որոնց մի քանի օրինակ ներկայացվել է դատարան։ Հարգելի դատարան հակեմանրամարում անդրադառնալ ուժովի ներկայացուցիչ կողմից նույն դատախազության ժամանակ հնչեցված հայտարարությունը, որով ակնհայտ է դառնում, որ տվյալ դեպքում ոչ թե գործ ունեն
շոկման հանցակազմի, այլ ընդամենը Անի Հովհաննիսյանի դեմ արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով նրան շոկման մեջ մեղադրելու անհաջող փորձի հետ։ Այսպես, ուժովի ներկայացուցիչը հայտարարեց, մեջբերում են բարվածը։ ՎՏԲ բանկը, Հայաստան բանկը օգտագործել է Տիգրան Ուրիխանյանի հեղինակությունը Անի Հովհաննիսյանի դեմ իր հաշիվները մաքրելու համար եւ հիմա էլ կախայց է ներկայացվել նրա դեմ գումար պահանջելու առումով։ Հարգելի դատարան, Տիգրան Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի դեմ ունի կատարած ընդամենը մեկ գործողություն։ Տվել է հաղորդում եւ հետո նաեւ ցուցմունքներ։ Այսինքն ՎՏԲ բանկը Տիգրան Ուրիխանյանին օգտագործել է Անի Հովհաննիսյանի հետ հաշիվները մաքրելու համար, վերջինիս դեմ հաղորդում տալու եւ ցուցմունք տալու համար, այսինքն Անիին շոկման մեջ մեղադրելու համար։ Արդյոք սրանից չի հետևում, որ Տիգրան Ուրիխանյանը ՎՏԲ բանկի կողմից օգտագործվել է Անի Հովհաննիսյանի դեմ ակնհայտ անհիմն եւ կեղծ մեղադրանք ստեղծելու գործում։ Դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ՎՏԲ բանկի համապատասխան աշխատակիցը ոչ թե իր եղած նյութերը բանկի աշխատակցի եւ անալիտիկ կայքի գովազդային գործակալի հեռախոսային խոսակցությունը ներկայացնում է իրավապահ մարմիններին, այլ դրանք փոխանցում Տիգրան Ուրիխանյանին, որպեսզի վերջինս փոխանցի իրավապահ մարմիններին։ Ի վերջո, դրա մասին չէ խոսում, երբ այժմ ՎՏԲ բանկը 10,000 $1000 պահանջի մասին հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի եւ վերջինս Անի Հովհաննիսյանի հաշիվները մաքրելու մեջ օգտագործվելու մասին նոր է հայտարարում։ Այսինքն, հասկացվում է, որ եթե ինձանից գումար եք պահանջում, ապա կպատմեմ իրականությունը, թե ինչպես Անիի դեմ արհեստականորեն ստեղծվել շոկման մեղադրանք։ Հարգելի դատարան, այնուհանդերձ, եթե նույնիսկ դատարանագային հետևության որ Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքներով Անի Հովհաննիսյանի վերագրվում է գումարային պահանջ ներկայացնելու մասին տվյալներ, ապա ինչպես երևում է քրեական գործի նյութերից Անի Հովհաննիսյանի դեմ այս դրվագով վկայություն է տվել միայն շահագրգիռ անձ հանդիսացող Տիգրան Ուրիխանյանը, իսկ վերջինիս ցուցմունքները ոչ միայն չեն հաստատվում, այլև հերկվում են ճշմարտացի եւ արժանավատ այլ ցուցմունքներով, որոնցից չափազանց արժեքավոր է Տիգրան Ուրիխանյանի վստահված անձ, Ալյանս կուսակցության կենտրոնական գրասենյակի նախկին ղեկավար Սարգիս Հարությունյանի դատաքննության ժամանակ տված ցուցմունքները։ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը Նելի Ափոյանի վերաբերյալ գործով արտահայտել է հետևյալ դիրքորոշումը։ Հետևաբար, արժանապատվության տեսանկյունից վերոնշյալ անձանց ցուցմունքները գնահատելիս կարևոր է դրանց բովանդակությունը հաստատող նույն տեղեկատվության ստացումը մեկ այլ գործի երկրորդ շահագրգռված անձից կամ այլ օբյեկտիվ աղբյուրից, որն առանց ներքին հակասությունների գործում առկա մյուս ապացույցներին համահունչ կպարունակի ապացուցման ենթակա հանգամանքների վերաբերյալ ճշմարտացի եւ արժանավատ տեղեկություն։ Ինչ վերաբերում է վկան Տուժող Տիգրան Ուրիխանյանի, Սարգիս Հարությունյանի եւ վերջինիս ու Անի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած առերես հարցաքննությանը, ապա քանի որ դրանք դատաքննության չեն հետազոտվել, հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի դրանք չեն կարող դրվել դատավճռի։ Անի Հովհաննիսյանին այս դրվագով առաջադրված մեղադրանքը հետևում է նաև ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից 2016 թվականի մայիսի 3-ին իրականացված ներքին դիտում եւ արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումների տեսաձայնագրության լազերային սկավառակը սննելու մասին արձանագրության։ Նշված արձանագրության սնման պարզվում է, որ իրականում խոսքը գնում է համագործակցության վերաբերյալ եւ ոչ թե շոկման։ Այսպես, զննման պարզվել է, որ 2016 թվականի մայիսի 3-ին սրճարանում Սարգիս Հարությունյանի եւ Արտիտեր Գիշյանի հանդիպման ժամանակ Գիշյանը ասել է Հարությունյանին, որ մամուլի պատասխանատուն ինքն է, մեյլերը միշտ ինքն է կոորդինացնում եւ թղթի նոթատետերի վրա լրացնելով այդ տվյալները տրամադրել Սարգիս Հարությունյանին, իսկ վերջինս գումար դրել այդ նոթատետերի մեջ։ Որից հետո, երբ Սարգիս Հարությունյանը առաջարկել է գումարը հաշվել, վերջինս հարցրել է, թե պարոն Ուրիխանյանի հաջորդ ելույթը երբ է լինելու, կոնկրետացնելով ՎՏԲ-ի հետ կապված։ Ինչին Հարությունյանը պատասխանել է, որ երևի քարորիայի ընթացքում։ Այնուհետև զրույցի վերջում Գիշյանը ասել է, թե քանի որ դա համագործակցություն է, նյութերի հետ կապված ճիշտ կլինի հանդիպել։
Արգելի դատարան նշան, որ նախաքննական մարմինը չի իրականացրել բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննություն։ Այսպես, համաձայն Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքի իբր ոսկե աստղ սրճարանում խոսակցության ժամանակ շոշափվել է գումարային թեմաներ, սակայն ինքը այդ խոսակցությունը չի կարողացել ձայնագրել, քանի որ տվյալ սրճարանում առկա ջրվեժի ձայնը խանգարվել է ձայնագրել։ Նախաքննական մարմինի սկզբանե հավաստիացած լինելով, որ իրականում Անի Հովհաննիսյանի կողմից որևէ գումարային պահանջ չի ներկայացվել տուժողին, ինչպես նաև պատկերացնելով, որ անհնար է մի սրճարան, որի իր ներքին անվտանգության համար չիրականացնի տեսաձայնագրում, տուժողի կողմից ցուցմունքով վերը նշված տվյալները հայտնելուց անմիջապես հետո հանդիպման օրվա տեսաձայնագրությունը ուզելու խնդրանքով չի դիմել ոսկե աստղ սրճարանին։ Նման խնդրանքով դիմել է միայն այդ ցուցմունքը տալուց մոտ 7 ամիս անց 2016 թվականի նոյեմբերի 8-ին եւ բնականաբար կանխատեսելի պատասխան է ստացել այն մասին, որ տեսաձայնագրությունը պահպանվում է 20 օր։ Հետևաբար այդ օրվա 2016 թվականի ապրիլի 14-ի տեսաձայնագրությունը չեն կարող տրամադրել։ Հարգելի դատարան, ինչպես Անի Հովհաննիսյանը նշեց իր ցուցմունքում, ապա ինքը ոչ թե 2016 թվականի ապրիլի 14-ին եւ ոչ էլ մեկ այլ օր հրապարակումներ կատարելու կամ դրանք դատարացնելու սպառնալիքով գումարային պահանջ չի ներկայացրել տուժողին։ Եվ եթե վարույթն իրականացնող մարմինը ժամանակին տուժողի կողմից ցուցմունք տալուց հետո դիմեր եւ ստանալ նշված օրվա տեսաձայնագրությունը, ապա ակնհայտ կլիներ, որ իրականում Անի Հովհաննիսյանի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը։ Իդեպ ոսկե աստղ սրճարանում հանդիպելու առաջարկը եղել է Տիգրան Ուրիխանյանի կողմից, որ նշված վայրում հանդիպել է պատճառաբանել ապահով լինելու հանգամանքով։ Հիմք Տիգրան Ուրիխանյանի եւ Անի Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարների միջև 2016 թվականի ապրիլ ամսին եղած SMS հաղորդագրությունների վերծանումների զննման արձանագրությունը։ Այսինքն, տվյալ դեպքում ապահովության հետ կապված խնդիր ուներ Տիգրան Ուրիխանյանը եւ ոչ թե ենթադրյալ շահույթում կատարող անձը։ Բացի այդ, ինչպես երևում է, ապրիլի 14-ին զանգել է ոչ թե Անի Հովհաննիսյանը, ինչպես նշում է իր ցուցմունքում Տիգրան Ուրիխանյանը, այլ հենց ինքն է զանգել եւ հրավիրել ոսկե աստղ սրճարան, նաեւ նույնիսկ առաջարկել իր ավտոմեքենա։ Որպեսզի փաստը եւս խոսում է տուժողի ցուցմունքների արժանավորության մասին։ Հարգելի դատարան, սույն գործով կազմված մեղադրական եզրակացության համաձայն, որպես Անի Հովհաննիսյանի մեղքը հիմնավորող ապացույց է վկայակոչված, ապացույց ճանաչված 2016 թվականի մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանի կողմից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած իր եւ Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությունը, Սարգիս Հարությունյանի եւ Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը, ները պարունակող լազերային սկավառակի զննման մասին արձանագրության, այն մասին, որ Անի Հովհաննիսյանի կողմից Տիգրան Ուրիխանյանից ամսական 300,000 դրամ պահանջվել է անալիզիկայում լրատվական կայքում Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ սուտ եւ վարքաբեկի հրապարակումներ դատարացնելու նպատակով։ Դատաքննության ժամանակ հետազոտվեց նշված տեսաձայնագրությունը եւ ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը։ Նշված տեսաձայնագրության եւ ձայնագրության մեջ առկա չէ որևէ փաստական տվյալ, որով կվկայի այն մասին, թե Անի Հովհաննիսյանը Տիգրան Ուրիխանյանից նշված գումարն է ուզել եւ այն պատճառով, որ նրա վերաբերյալ սուտ եւ վարքաբեկի հրապարակումներ դադարացնել։ Նշված նյութերում առկա չէ խոսակցություն, որը հաստատում է համագործակցության մասին պայմանավորվածություն։ Այնուհանդերձ գտնում են, որ նշված նյութերը ձեռք են բերվել օրենքի խախտման եւ չեն կարող հանդիսանալ թույլատրելի ապացույցներ։ Ինչպես երևում է մեղադրական եզրակացությունից, այնպես էլ զննման արձանագրությունից, ապա զննվել է Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված լազերային սկավառակը։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, արդյոք Տիգրան Ուրիխանյանի կողմից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացված լազերային սկավառակում առկա ձայնագրությունը իրականացվել է օրենքով սահմանված կարգով թե ոչ, արդյոք առկա է դատարանի որոշում իր եւ Անի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած խոսակցությունը գաղտնի ձայնագրելու թե ոչ, ինչպես նաեւ Սարգիս Հարությունյանի եւ Անի Հովհաննիսյանի հանդիպումը գաղտնի տեսաձայնագրելու։
Հարգելի դատարան դատաքննության ժամանակ այս կապակցությամբ իմ կողմից ներկայացվեց միջնորդություն նշված նյութերը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որին դատարանը որոշում կայացրեց անդրադառնալ խորհրդակցական սենյակում, հետևաբար այն կրկին կրկնելու անհրաժեշտությունը չեմ տեսնում, ուղղակի կրկին անգամ միջնորդում եմ նշված նյութերը ճանաչել անթույլատրելի և հանել մեղադրանքի հիմքից։ Բացի այդ, հարգելի դատարան, Տիգրան Ուրուխանյանի և Անի Հովհաննիսյանի խոսակցությունը ձայնագրվել, իսկ Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի խոսակցությունը, ինչպես նշեցի, տեսաձայնագրվել է գաղտնի, հետևաբար ստացված համապատասխան փորձագետի եզրակացությունները հանդիսանում են թունավոր ծառայություններ և այդ հիմքով դրանք նույնպես անթույլատրել են։ Հարգելի դատարան, սույն դրվագի հետ կապված ավարտելով պաշտպանական ճառից գտնում եմ, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված չէ, ապացուցված չէ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը, այն հիմնված է միայն շարունակել անհանդիսացող ուժովի, ենթադրությունների և տարաբնույթ ձևակերպումներով ցուցմունքի հիման վրա, որը հերքվել է դատաքննության։ Հարգելի դատարան, հարկ եմ համարում նաև վկայակոչել Կոչվաբեկ դատարանի VK-203-05 գործով կայացված որոշման արտահայտած իրավական դիրքորոշումը այն մասին, որ գործի երեքով շարունակված անձնացուցմունքները առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության բավարար չեն հանգելու այն համոզման, որ հանցագործության ներքը տեղի է ունեցել։ Այսպիսով հարգելի դատարան գտնում են, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցները հիմք չեն տալի գալու այն եզրահանգման, որ Ամբաստանյանի մեղավորությունը իրեն ներսագրված կատարած արարքի մեջ հաստատված է, գործին վերաբերող փոխկապակցված հապաստի ապացույցների բավարար ամբողջությամբ և հետևապես քրեական օրենսգրքի 182 հոդվածի առաջին մասով, այսինքն Տիգրան Ուրուխանյանի դրվագով, առաջադրված մեղադրանքում Անի Հովհաննիսյանին պետք է ճանաչել անմեղ և արդարաց։ Հարգելի դատարան այժմ անդրադառնամ երկրորդ դրվագին, քրեական օրենսգրքի 182 հոդվածի երկրորդ մասի 3.1 կետով առաջադրված մեղադրանքի։ Ինչպես վեր է նշեցի, Անի Հովհաննիսյանի սույն դրվագով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ անալիզիկայում լրատվական գայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով հանցանքը կատարել է անձնությունությամբ, կատարել է խոշոր չափերով ՎՏԲ Հայաստան բանկ ՀԲ ընկերության օրինական շահերի նեական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Հիշյալ ընկերությունից 2016 թվականի մարտի 15-ին պահանջել է խոշոր չափի 1 միլիոն դրամ գումար։ Հարգելի դատարան, սույն դրվագով Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղքը նույնպես ապացուցված չէ։ Այսպես, ՎՏԲ բանկ ՀԲ դրվագի հետ կապված Անի Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նկարագրված չէին գործողությունները, որոնք կբնորոշեին շորթման հանցակազմի օբյեկտիվ կողմ։ Այսինքն, Անի Հովհաննիսյանին մեղսագրված չէ արարք և որոշման մեջ նկարագրված չէ փաստական հանգամանք, որ Անի Հովհաննիսյանի կողմից ՎՏԲ Հայաստան բանկ ՀԲ որևէ աշխատակցի պաշտոնյայի հետ որևէ զրույց ունենալու, նրանց որևէ պահանջ ներկայացնելու և այդ պահանջը սպառնալիքով զուգորդված ներկայացնելու մասին։ Համաձայն կայացված որոշման ՎՏԲ Հայաստան բանկ ՀԲ զանգել է գովազդային գործակալը, ոչ միայն տվյալ բանկ, այլև Հայաստանում գործող այլ բանկեր և կազմակերպություններ և առաջարկել գովազդային պայմանագիր կնքել։ Այսինքն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ դրանում բացակայում է Անի Հովհաննիսյանի կողմից ներսագրված արարքի օբյեկտիվ կողմի կատարումը, հետևապես նաև բացակայում է շոկման հանցակարգը։ Անի Հովհաննիսյանի կողմից ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված որևէ մեկին բանկի աշխատակցի կամ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի որևէ պահանջ չի ներկայացվել։ Հարգելի դատարան, սույն դրվագով Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է նաև, որ դրանում առկա չէ նաև սուբյեկտիվ կողմը։ Սույն գործով, որպես վկա հանցաքննված Ինգա Կիրակոսյանը ցուցմունք է տվել, որ որպես գովազդի գծով պատասխանատու զանգել է Հայաստանում գործող կազմակերպություններին, բանկերին, այդ թվում ՎՏԲ բանկ ՀԲ և առաջարկել գովազդային ծառայությունների մատուցում
Ինգա Կիրակոսյանը երբևէ ցուցմունք չի տվել, թե ինքը զանգել է ասել, որ 1 միլիոն դրամի դիմաց բանկի վերաբերյալ արդեն դրական կարծիք ձևավորող նյութեր կհրապարակեն։ Ինչպես նաև նշված բովանդակության խոսակցություն Արկաչե դատաքննության ժամանակ հետազոտված Ինգա Կիրակոսյանի և ՎՏԲ Բանկ Հայաստան ՓԲ աշխատակից Արմինե Մնացականյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության մեջ։ Այսինքն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նկարագրված չէ այնպիսի գործողություն, որոնց կատարումը կարող է դիտվել որպես Անի Հովհաննիսյանի կողմից շորքում կատարելու ցանկություն կամ նպատակ։ Հասկանալի է, որ նման ապացույց լինելու դեպքում վարորդն իրականացնող մարմինը չէր վարանի և կնկարագրեր որոշման մեջ։ Այսինքն, սույն մեղադրանքը զույգ երևակայության ենթադրության արդյունք է, որը հիմնված չէ գործով ձեռք բերված ապացույցների վրա։ Հարգելի դատարան, այսպիսով պետք է փաստել, որ քրեական գործի նյութերում առկա չեն ապացույցները այն, որ Անի Հովհաննիսյանը կատարել է իրեն ներսագրված արարքը, մասնավորապես առկա չեն ապացույցներ, որ Անի Հովհաննիսյանը որևէ սպառնալիք է ներկայացրել ՎՏԲ բանկին կամ գումար է պահանջել նրանցից։ Սույն դրվագի հետ կապված Անի Հովհաննիսյանը ցուցմունք է տվել հետևյալի մասին։ Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկի դրվագին, ապա ես երբևէ իմ աշխատակիցներից որևէ մեկին, այդ թվում կայքի գովազդային գործակալ Ինգա Կիրակոսյանին չեմ ասել, որ նա զանգի ՎՏԲ Հայաստան բանկ և առաջարկի համագործակցության պայմանագիր կնքել։ Երբ Ինգան աշխատանքի ընդունվել անալիզիկ կայքում, որպես գովազդի պատասխանատու, նրա պարտականությունների մեջ է մտել, որպեսզի զանգի տարբեր կազմակերպություններ գովազդային առաջարկներով։ Եթե հետագայում Ինգան համաձայնություն ձեռք բերել ՎՏԲ բանկի հետ վերջինիս գովազդը անալիտիկ կայքում տեղադրելու համար, ապա այն իմ կողմից չէ կնքվի, քանի որ բանկի գործունեությունը նրա բաժնեմասում ադրբեջանական կապիտալ լինելու պայմաններում վնասում է ՀՀ պետական շահերը։ ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալ լինելու փաստը հաստատվել է ինչպես բանկի աշխատակիցներ Էդվարդ Կումաշյանի, Նարեկ Սավոյանի ցուցմունքներով, այնպես էլ դատարան ներկայացված ՎՏԲ բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերով, որոնց համաձայն ադրբեջանական նավթային ֆոնդը հանդիսանում է տվյալ բանկի 2.95%-ի բաժնետեր։ Սույն դրվագով Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը հետևում է Ինգա Կիրակոսյանի ցուցմունքով։ Վկան դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբեր ամսից սկսել է աշխատել անալիզիկ կայքում որպես գովազդի պատասխանատու, իր պարտականությունների մեջ է մտել տարբեր կազմակերպությունների գովազդային առաջարկներ կատարելը, գովազդի հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերել։ Սպյոտ տեղեկատոյի օգնությամբ զանգահարել է ՀՀ-ում գործող տարբեր բանկերի և կազմակերպությունների և գովազդային առաջարկներ կատարել։ Ընդհանուր աշխատել է մինչև հունվար ամիսը, որից հետո Անի խնդրանքով մինչև նոր աշխատող գտնի, տանիք շարունակել է զանգել այդ կազմակերպություններին։ Վկան պատասխանելով հարցերին հայտնել է, որ ինչպես մյուս բանկերին, այնպես էլ ՎՏԲ բանկ զանգել է իր նախաձեռնությամբ, հիմնականում պատասխանել է, որ տարի է փակվում, ֆինանսական խնդիրներ կան, զանգեք մյուս տարի։ Ինքն էլ իր մոտի ցուցակում այդ կազմակերպությունների դիմաց հարցական նշան է դրել և նշել, որ զանգի հաջորդ տարի հունվար-փետրվար ամիսներին։ Երբ առաջին անգամ զանգել է ՎՏԲ բանկ և առաջարկել գովազդային ծառայությունների իրականացնել, իրեն ասել են, որ կխորհրդակցեն ու կզանգահարեն։ Որոշ ժամանակ անց ՎՏԲ բանկից են զանգահարել իրենց տան հեռախոսահամարով և ուզել են գովազդային փաթեթ, սակայն ինքը ասել է, որ նման փաթեթ գոյություն չունի։ Իրենից հարցրել են, թե ինչ ծառայություններ է մտնում այդ գովազդային առաջարկի մեջ և գումարի չափը որքան է, որին ինքը տվել է ստանդարտ պատասխանը, որոնք ասել է մյուս խոշոր կազմակերպությունների դեպքում։ Վկան հարցերին պատասխանելուց հայտնեց, որ ինքը երբևէ բանկի աշխատակցին չի ասել, որ պետք է խորհրդակցի ղեկավարության հետ, ինչպես նաև Անի Հովհաննիսյանը իրեն չի ասել կոնկրետ ՎՏԲ բանկ զանգելու մասին։ Ինչպես նաև այլ բանկերի զանգել է նաև իր նախաձեռնությամբ։ Հաջորդ հարցին պատասխանելուց վկան նշեց, որ ինքը Անին չի ասել ՎՏԲ բանկի հետ կապված զրույցի մասին։ Անին իրեն երբեք չի ասել ՎՏԲ բանկ կրկին զանգելու մասին, այլ ընդհանրապես խնդրել է տանիք շարունակել զանգել գովազդային առաջարկում կարող նստած շարունակել։ Չէ, աչքի դատել։ Ուղղակի մի քիչ չուր տնեք։ Չէ, չեմ ուզում։
Այն հարցին, թե առաջարկները ինչ կարգով են արվում, համաձայնեցվում է ղեկավարի հետ, թե ձեր ցանկությամբ վկան պատասխանել է, որ գործի ընդունվելուց ինձ ներկայացրին, թե ինչ հնարավորություններ ունի կայքը, ինչ տեսակի գովազդ կարող ենք մենք առաջարկել, եւ դրանից հետո ես ինքս պլանավորում էի իմ աշխատանքային օրը եւ առաջարկում։ Այն հարցին, թե ՎՏԲ բանկի հետ կապված ձեր ղեկավար Անի Հովհաննիսյանը երբևէ հետաքրքրություն ցուցաբերել է, թե ինչ եղավ, հատկապես այդ կազմակերպության մասին է խոսքը, վկան պատասխանել է, եթե այդպիսի բան լիներ, ես անպայման կհիշեի, ավելացնելով, որ ես թե ինչին էլ եմ ասել, որ երբևէ Անի Հովհաննիսյանը ոչ մի կազմակերպության չի մատնանշել, որ ես զանգեմ եւ հատուկ ուշադրություն կենտրոնացնեմ։ Ինչ վերաբերում է նախաքննության ժամանակ ցուցմունքում, հայտնած այն տվյալին, թե իբր Անի Հովհաննիսյանը իրեն ասել է ՎՏԲ բանկ զանգելու կամ կրկին զանգելու մասին, ապա քանի որ քննիչը կոնկրետացել էր միայն ՎՏԲ բանկի վրա, իսկ ինքը պատասխանում էր ընդհանուր բոլոր բանկերի հետ կապված, այդ իսկ պատճառով է ստացվել է այնպես, որ քննիչը նշել է ՎՏԲ բանկ։ Վկան հայտնեց, որ գուցե ինքն է անփույթ եղել եւ ամբողջությամբ ուշադիր չի կարգացել, քանի որ եղել է շատ շփոթված, հոգնած վիճակում, նույնիսկ իր նկատմամբ հոգեբանական ճնշում է եղել, քանի որ թե ինչի իրեն ասել է, որ ինքը նույնպես կարող է մեղադրվել շփման մեջ։ Վկան բազմիցս պնդեց, որ իրեն Անի Հովհաննիսյանը երբևէ չի հանձնարարել զանգել եւ գովազդային առաջարկ կատարել ՎՏԲ բանկին։ Հարգելի դատարան, բացի այդ գտնում եմ, որ Նիկա Կիրակոսյանի նախաքննական ցուցմունքները չեն կարող հանդիսանալ թույլատրելի ապացույց եւ դրվել Անի Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում հետեւյալ հիմնավորումները։ Հարգելի դատարան, նշված վկայի մասով նույնպես ես ներկայացրել եմ դատաքննության ժամանակ միջնորդություն անային թույլատրելի ճանաչելու մասով, այն պատճառաբանությամբ, որ նա կանչվել է հարցաքննության ոչ թե ՎՏԲ բանկի վերաբերյալ գործով, այլ Տիգրան Ուրիխանյանի հետ կապված գործով, բացի այդ վկային չի պարզաբանվել, որ նա փաստացի կասկածվում է եւ իրավունք ունի իր վերաբերյալ ցուցմունք չտալու։ Հետևաբար ինքն ընդունելով այդ հանգամանքը միջնորդել եմ, որպեսզի դրանք ճանաչվեն անթույլատրելի որպես վկայի հարցաքննության կատարման կարգի էական խախտում։ Հարգելի դատարան, բացի այդ վկա Նիկա Կիրակոսյանի նշեցի այդ մասին, նաև հվում եմ կատարել Նորիկ Պողոսյանի վերաբերյալ կայացված ՀՔՐԴ 0153-0108-2010 թվականի վճռաբեկ դատարանի որոշման վրա, որ այն մասով, որ անձին պետք է, ինչպես նաև Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով, քրեական մեղադրանք առումով, եւ նման պայմաններում անձին քանի դեռ չի բացատրվել, որ նա գտնվում է փաստացի կասկածյալի իրավունքի վիճակում, նրան չի պարզաբանվել, որ նա իրավունք ունի ցուցմունք չտալու իր վերաբերյալ կապված գործով, հետևապես միջնորդում եմ եւ պնդում եմ, որ գործով հարցաքննության ժամանակ վկայի ցուցմունքները հատորին գործը 112-117, հատոր 13-38-40, հատոր 17-90-91 ցուցմունքները պետք է ճանաչվեն անհրաժեշտ։ Հարգելի դատարան, բացի այդ հարկ եմ համարում նշել, որ թեև պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում եւ դրա ավարտին գործի նյութերին ծանոթանալուց հետո բազմիցս միջնորդել է Անի Հովհաննիսյանի դեմ վկայած ցանկացած անձանց հետ նրան առերես հարցաքննել, սակայն նախաքննական մարմինը գիտակցելով, որ Նիկա Կիրակոսյանը առերեսման ժամանակ հստակ կնշի, որ Անի Հովհաննիսյանը երբևէ իրեն կոնկրետ ՎՏԲ բանկի գովազդային առաջարկ կատարելու հանձնարարություն չի տվել, խախտելով քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի պահանջը, այդ առերես հարցաքննությունը չի իրականացրել։ Ինչ վերաբերում է սույն դրվագով հարցաքննված վկա Արմինե Մնացականյանի եւ ՎՏԲ բանկ մյուս աշխատակիցների ցուցմունքներին, ապա դրանք որևէ կերպ չեն առնչվում Անի Հովհաննիսյանի գործողությունների եւ նրանց ցուցմունքներով չի կարող հաստատվել Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը։ Ինչ վերաբերում է վկաներ Ռուզաննա Ազրոյանի եւ Մեհեր Փարվանյանի ցուցմունքներին, ապա նախ ցանկանում եմ նշել, որ դրանք երրորդ անձինց ասեկոսների վրա հիմնված եւ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հերկված փաստական տվյալներ էին պարունակում, ինչպես նաեւ իրենց մեջ չեն պարունակում Անի Հովհաննիսյանի մեղսագրված արարքների վերաբերյալ փաստական տվյալներ։ Նախ անդրադառնամ Ռուզաննա
Ազգոյանի ցուցմունքին։ Ինչպես ակնհայտ դարձավ նրա հարցաքննությունից, ապա վարույթն իրականացնող մարմինը գաղտնալսել է իր և վստահորդի հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը, որի հիման վրա էլ հետագայում հրավիրվել է հարցաքննության։ Հարգելի դատարան, ինչպես հայտնի է և նաև դատաքննության ժամանակ նշել, Սուզաննա Ազգոյանը հանդիսանում է փաստաբան և տվյալ պահին հանդիսացել է Արտակ Գալստյանի փաստաբանը նրան հետ փաստաբանական ծառայություններ մատուցել։ Գտնում եմ, որ նման պայմաններում վկայի ցուցմունքը որպես ապացույց օգտագործել անթույլատրելի է, քանի որ օպերատիվ հետախուզական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի արգելվում է անցկացնել նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 11 և 12 կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է փաստաբանի հետ։ Ինչպես նշեցի, Սուզաննա Ազգոյանը Արտակ Գալստյանին մատուցել է փաստաբանական ծառայություն։ Հիշյալ օրենքի նույն հոդվածի նույն 7-րդ մասի համաձայն անհապաղ ոչնչացման են ենթակա նույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 11 և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառներով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Սակայն նախաքննական մարմինը ոչ միայն չի վերացրել այդ գաղտնալսումը, այլև փաստաբան Սուզաննա Ազգոյանին հրավիրել է հարցաքննել է իր և վստահորդի հետ կապված հեռախոսային զրույցի մասին, այդ թվում հստակ տեղեկանալով, որ հետագայում վկան կարող են նաև քաղաքացիական գործով հանդես գալ որպես Անտոնի Հովհաննիսյանի ներկայացուցիչ։ Հարգելի դատարան, օպերատիվ հետախուզական այդ միջոցառումների մասին օրենքը նշում է, որ անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Խնդիրը ոչ միայն կայանում է երրորդ անձանց վրա, այլ վերաբերվում է նաև երրորդ անձանց վերաբերյալ խոսակցությանը։ Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի, որպես վկա չեն կարող կանչվել և հարձակումվել, փաստաբանները պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող էին հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ, և երրորդ, անձինք, որոնց տվյալ քրեական գործին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել քրեական գործով որպես պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ մասնակցելու կապակցությամբ։ Հետևաբար գտնում եմ, որ այս հիմքով Սուզաննա Ազգոյանի ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես թույլատրելի ապացույց։ Բացի այդ, ինչ վերաբերում է վկա Ազգոյանի ցուցմունքի այն մասին, թե ես տեղյակ էի այդ թեմայից, որ Անի Հովհաննիսյանը ՎՏԲ բանկի վերաբերյալ հոդվածներ հետ տպագրել իր կայքում, Արտակ Գալստյանն էլ Անիին ձերբակալումը կապում էր նաև դրանց հետ, որ Անիից վրեժ են լուծել, չնայած Արտակը ինձ նույն Անի Հովհաննիսյանի մասին ասել է, որ սպասելի է, որ Անին շորթով է, նույնիսկ հայտնեց, որ Անին ՎՏԲ թեմայով գնացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, թե դեսպանի մոտ լավ չեմ հիշում ու փող ուզել, որ ՎՏԲ թեմաների հետ կապված հոդվածներ չտպագրի, ապա հարկ եմ համարում նշել, որ վկայի ցուցմունքները անարժանավատ են։ Եվ այնպիսի կարծիք է, որ միտումնավոր Անի Հովհաննիսյանի անունը շոշափելով ասեկոսների հիման վրա տարբեր անձանց կողմից նրա դեմ արհեստական ապացույցներ են ստեղծում։ Բացի այդ, ինչպես երևում է գործի նյութերից, ապա առկա չէ որևէ ապացույց, այն որ Անի Հովհաննիսյանը ՎՏԲ բանկ ընկերության թեմայով գնացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն կամ դեսպանի մոտ և գումար պահանջել կապված բանկի հետ։ Այսինքն, եթե Արտակ Գալստյանը իրականում նման բան է ասել Սուզաննա Ազգոյանին, ապա չգիտեմ ինչ նպատակով ուղղակի զրպարտել է Անի Հովհաննիսյանը։ Հարգելի դատարան, ինչ վերաբերում է Մհեր Փարվանյանի ցուցմունքին, ապա հարկ եմ համարում նշել, որ այն ամբողջությամբ հիմնված է անհայտ աղբյուրից ստացված, այսինքն օգտագործման համար անթույլատրելի ձայնագրության վրա։ Վկան հարցաքննվել է Արտակ Գալստյանի կողմից Անի Հովհաննիսյանի եղբոր հետ ենթադրյալ խոսակցությունների հետ կապված։ Նախ նշեմ, որ այդ ենթադրյալ խոսակցության բովանդակությունը չեն համապատասխանում այնպիսի փաստական տվյալներ, չեն պարունակում այնպիսի փաստական տվյալներ, որոնք վերաբերվում են Անի Հովհաննիսյանին ներսագրված գործողություններին։
այսինքն վերաբերելի չեն սույն գործին։ Իսկ ինչ վերաբերում է այդ խոսակցության նշված այն մտքին, թե Արտակ Գալստյանը ասել է իբրև Անի Հովհաննիսյանը գնացել է ՌԴ դեսպանի մոտ ու ՎՏԲ թեմայով գումար ուզել, ապա հարկ եմ համարում նշել, որ քրեական գործով նման տվյալներ չկա։ Մյուս հանգամանքը, որ նշել է Փարվանյանը, այն է, որ իբրև ինքը հանդիպել է ՎՏԲ, այսինքն Արտակ Գալստյանը հանդիպել է ՎՏԲ բանկի իրավաբանական վարչության և անվտանգության վարչության պետին և չի ընդունել նրանց գումարային առաջարկը, ապա նշված անձնագրի դատականությամբ արձագանվելիս հերքեցին այդ փաստը։ Ի վերջո, երբ Արտակ Գալստյանը ասել է, թե Անին մի քանի անգամ կենտրոնի թաղմասից փրկել է, վարույթն իրականացնող մարմնի հարցմանը իր պատասխան հայտնվել է, որ Անի Հովհաննիսյանի կողմից անալիզիկ կայքում կամ մեկ ուրիշ կայքում այլ անձանց վերաբերյալ անձնական տեսակետություններ տեղադրելու կապակցությամբ նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործ չի քննվել։ Այսինքն, եթե նույնիսկ համարեն, որ Արտակ Գալստյանը Անի Հովհաննիսյանի վերաբերյալ նման արտահայտություններ է կատարել, ապա դրանք ակնհայտ սուտ է և նպատակ են հենթափվել անտեղի նրան զրպարտելու կամ նրա եղբորից որոշակի ակնկալիքներ ունենալու համար։ Հարգելի դատարան, գտնում եմ, որ որպես ապացույց օգտագործման անդրադառնալի են նաև հետևյալ նյութերը։ Սույն քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության մեջ որպես Անի Հովհաննիսյանի մեղքը հիմնավորող ապացույց է վկայակոչված 2016 թվականի մայիսի 27-ին ՀԿՑ ստացված բնից 8 տեսակի CDR ձևաչափի լազերային սկավառակի վրա արձանագրությունը զննելու մասին արձանագրությունը և տեսաձայնագրային փորձաքննության թիվ 354-516-06 եզրակացություն։ Գտնում եմ, որ դատականությամբ հետազոտված նշված լազերային սկավառակը ձեռք է բերվել անհայտ աղբյուրից, քրեական գործում առկա չէ որևէ փաստ այն ձեռք բերելու աղբյուրի մասին, ինչպես նաև ձայնագրությունը իրականացվել է առանց դատարանի համապատասխան որոշման, հետևապես վերնշված երկու պայմաններն էլ վկայում են, որ նշված սկավառակը որպես և դրանցից բխող դրանում առկա ձայնագրության զննության, արձանագրության և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունները որպես ապացույցի օգտագործման անդրադառնալի լինելու մասին։ Քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ առաջին մասի 7-րդ կետի համաձայն քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ կամ դատական նիստում չբացահայտված աղբյուրից։ Հարգելի դատարան, դատականության ժամանակ նույնպես նշված նյութերի աղբյուրը չհայտնաբերվեց և չբացահայտվեց։ Հետևապես գտնում եմ, որ նշված նյութերը նույնպես անդրադառնալի են և միջնորդում եմ դրանք ճանաչել անդրադառնալի ապացույցներ։ Հարգելի դատարան, այսպիսով գտնում եմ, որ Անի Հովհաննիսյանի մեղքը դատականությամբ հետազոտված ապացույցներով ապացուցված չէ, իսկ ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատել նրա մեղավորությունը մեղսագրված արարքում։ Անցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բովանդակությունը որոշելու հարցին Հեղուրջավետ դատարանը անդրադարձել է Արարատ Ավագյանի և Անան Սահակյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմանը, մասնավորապես Վիճվաբեկ դատարանը նշել։ Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչափ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն, անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում։ Ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել տվաբանական ցուցանիշով, ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար, նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար, եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այն հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ և այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշ ասելով
պետք է հասկանալ փաստական տվյալների, ապացույցների այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցան գործելու մեջ անձի մեղավորությունը ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան խիստ ցածր։ Այլ խոսքով, մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառվի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։ Հարգելի դատարան, այսպիսով ավարտելով պաշտպանական ճառս, գտնում եմ, որ պաշտպանյալս արդեն անհիմն եւ անտեղի 1 տարի մոտ 3 ամիս գտնվում է տալանքի տակ եւ գտնում եմ, որ դատականությամբ հետազոտված ապացույցներով նրա մեղքը քրեական օրենսգրքի 182 հոդվածի առաջին եւ 182 հոդվածի երկրորդ մասի 3.1 կետով ապացուցված չէ եւ միջնորդում եմ Անի Արթուրի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքներում քրեական օրենսգրքի 182 հոդվածի առաջին մասով եւ 182 հոդվածի երկրորդ մասի 3.1 կետով ճանաչել անմեղ եւ կայացնել արդարացման դատավիճ։ Շնորհակալություն, ավարտեցի գրավոր։ Կատարանի ներկայացվեց պաշտպանի ճառի գրավոր տարբերակը, որը կցած գործունեությունների Համաստանյակ Անի Հովհաննիսյան կանգնել դեպի պաշտպանական ճառի զգալու Պաշտպանական ճառի միանում պաշտպանես։ Հրացումներ չկա։ Վերջին խոսքեր։ Լավ, նստեք, ռեպլիկի իրավունքները պաշտպանական ճառը ցանկանում դառնան մասնակիցներին նշել, որ պաշտպանական ճառը ապացույցի վերլուծությունը կատարվել է ոչոպեցի եւ պաշտպանը այդ ապացույցները գնահատել է իրենց տարբերակով, Ներկայացուցիչ ռեպլիկի իրավունքի ցանկանում են գործել պաշտպանական կողմ Հարգելի դատարան, հարգելի մեղադրանքի ռեպլիկի հետ կապված նշում հետևյալը, որ հարգելի մեղադրանքով ստեղծության հիմնվել են միայն նախաքննության ժամանակ կատարված ցուցմունքների ծաղկակապից, որոնք իրենց համակցությամբ չէին կարող նույնիսկ հիմնավորված համարել Անի Հովհաննիսյանի մեղք ապացուցման։ Համաստանյակ ռեպլիկի իրավունքի ցանկանում են գործել Ձեզ տրվում է վերջին խոսքի իրավունք։ Հարգելի դատարան, ամբողջ դատականության ընթացքում ձեր առջև իմ դեմ կառուցված շինչ ու քրեական գործի 18 հատորները։ Արդյոք այդ հատորներում ինձ մերձագրվող արարքի հետ կապված որևէ ապացույց կա։ Այդ հատորներում միայն Տիգրան Բուխանյանի կողմից ներկայացված գաղտնի տեսաձայնագրությունները եւ ձայնագրություններն էին, որոնք որևէ առնչություն չունեին առանձնագործի հետ, չէին պարունակում որևէ բովանդակություն եւ նաեւ մոնտաժված է։ Ինձ համար զարմանալի է, թե ինչու է նախաքննություն իրականացնող մարմինը որպես ապացույց համարել մոնտաժված եւ անթույլատրելի ձևով ձեռք բերված տեսանյութերը եւ ձայնագրությունները։ Ինչ վերաբերում է Տիգրան Բուխանյանի մասին նյութերին, ապա ցանկանում եմ նշել, որ Տիգրանի հետ կապված անալիտիկայում բացառապես դրական բովանդակություն ունեցող նյութեր են եղել, որոնցից մեկ որ եւ այդ 18 հատորներից մեկ հատորն է կազմում են հենց այդ նյութերը, որոնք մենք ենք ներկայացրել նախաքննական մարմնին։ Ինչ վերաբերում է նրանց կողմից ներկայացված իբր վարկաբեկիչ նյութերին, ապա խոսքը գնում է X News-ին, որի դեպ պատկանում է Տիգրան Բուխանյանի կնոջը։ Ի պատասխան անալիտիկ AM-ի հոդվածներին եւ X News-ը երբ մեր մասին գրում էր զրպարտիչ վիրավորական եւ սուտ նյութեր, ի պատասխան այդ նյութերի մենք չեզոք բովանդակություն ունեցող նյութեր ենք հրապարակել։ Նշեմ, որ այդ նյութերը հրապարակվել են 2015 թվականի հունվարին եւ ինձ մոտ հարց է առաջանում, ասենք 1.5 տարի հետո միայն Տիգրան Բուխանյանը այսպես չակերտավոր նեղվել է եւ որոշել է, որ պետք է այդ նյութերի մասով դիմի, չգիտեմ, իրավապահ մարմինների կամ չգիտեմ ինչ անի, սակայն զանգահարելով ինձ իր իսկ անդմամբ համառորեն ինձ հրավիրել է իր հետ հանդիպման եւ ինձ վստահեցրել, որ ցանկանում է ՀՀԱԺ-ամբիոնը օգտագործել, որպեսզի ՎՏԲ մասում, ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալի մասով իմ ասելիքը ավելի լսելի դարձնելու համար։ Ես այդ ժամանակ անգամ պատկերացում չէի կարող ունենալ, որ Տիգրան Բուխանյանը իմ դեմ սուտ մատուցում է նախապատրաստում։ Ես նրան բազմիցս ասել եմ, որ իր մասին երբևէ սուտ նյութեր անալիտիկայում չեն եղել եւ չեն կարող հրապարակվել։ Եվ այն, որ նա հայտարարում է, թե իր ակնկալիքը եղել է սուտ նյութերի չհրապարակումը, սա անհրաժեշտ զավեշտալի է, քանի որ չկա պահանջել մի բան, ինչի սկզբանե չի եղել։
Եթե ես իմանայի, որ ձայնագրվում եմ Տիգրան Միխանյանի կողմից, այսինքն եթե ես իմանայի, որ նա նախապատրաստում է իմ դեմ շինություն քրեական գործ սարքել եւ այսպես ասած զբաղվում է ապացույցների ստեղծման, գաղտնի ձայնագրում է, այնուհետև նպատակադրում է դրանք մոնտաժել եւ այլն, ապա շատ ավելի հանգամանալից եւ մանրամասն նրանք կբացատրեին, որ որևէ մեկը չի պատրաստվում իր մասին ինչ-որ սուտ բան հրապարակել եւ չեն հրապարակել երբևիցե։ Հարգելի դատարան, նախաքննության ընթացքում ՀԽՑ-ն քննեց տարբեր մեկը մյուսից աբսուրդ էպիզոդներ, դրանցից մեկն այնքան աբսուրդ էր, որ ինձ մեղադրում էին մի արարքում, որը ենթադրաբար տեղի ունեցել այն ժամանակահատվածում, երբ ես ոչ Կարեն Բաբակեխյանին էի ճանաչում, ոչ Արտակ Գարիսյանին էի ճանաչում, ավելին ես այդ ժամանակ երկրորդ ուսանողուհի էի եւ չէի զբաղվում լրատվական գործունեությամբ։ Անցկացեց մանրամասն ստուգում անալիտիկ ՍՊ-ում հայտնաբերելու համար գոնե այնտեղ ինչ-որ քրեորեն պատժելի որևէ մի արարք, որ գոնե այդ մասով ինչ-որ մեղադրանք առաջադրվի, դա չարվեց, քանի որ կախված էր ոչ միայն ՀՔՑ-ից, այլ նաև պետական եկամուտների կոմիտեից։ Ուստի եւ սահմանափակվեցին ուղղակի խոշոր չափի տուժուտուգանք նշանակելով անալիտիկ ՍՊ-ին։ Սակայն որևիցե բան չխանգարեց, որպեսզի ամբողջ ընթացքում այս երևակայական մեղադրանքների պայմաններում ինչ շարունակեն ապօրինի կալանքի տակ պահել։ Հարգելի դատարան, իսկ քրեական գործ է, ես կարծում եմ, որ արժի որպես դասադիր պահել եւ օգտագործել սկսնակների համար, վերնագրելով ինչպես գործ սարքել եւ կալանքի տակ պահել անմեղ մարդուն։ Ի վերջո ձեր որոշումն է։ Սակայն իմ անմեղությունը չի վիճարկվում եւ անգամ այն դեպքում, եթե նկատմամբ իրականացվել է անօրինական, ապօրինի, անմարդկային եւ թող օպիկ չմնչի, սակայն հակահայկական, չեմ ուզում չհակերտները եւ փակագծերը բացեն, բայց հենց հակահայկական մոտեցման պայմաններում ես չեմ ցանկանում, որպեսզի հերթական անգամ մեր դատայավական համակարգը խայտարակվի մարդու իրավունքների եվրոպական դատավճռով։ Եվ այս տասուտ հատորները ընդհանրապես վկայում են ՀՔՑ դիլետանտությունը։ Նույնիսկ երիտասարդ կնոջը երկարատև է անհիմն կալանքի տակ պահելու համար, այդ մարդիկ ջանասիրաբար գրել ջնջել են, սևացրել են, ինչ-որ անիմաստ թղթեր են գցել այդ նյութերին եւ դա իրենց գործն է երևի չգիտեմ։ Եվ ես հիմա միայն հասկանում ՀՀ-ին ֆոտոդեսպան Որիկինի հետ ունեցած հանդիպման ժամանակ դրա հնչեցած խոսքերը նշեմ, որ հենց դեսպանի նախաձեռնությամբ հանդիպումից որոշ ժամանակ անց ես արդեն կալանավորված եմ Տիգրան Միխանյանի սուտ մատնության հիման վրա։ Ես ուզում եմ Տիգրանի խորհուրդ տալ, որ հավաքի բարոյականության վերջին նշույլները եւ հայտնի ողջ ճշմարտությունը։ Քանի որ ճշմարտությունը անհնար է թաքցնել եւ ամբողջ ընթացքում ինչ-որ մոնտաժված տեսանյութերով իբրթե շոշման ապացույցներ ներկայացնելով, ինձ վարկաբեկել փորձելով, այս ամբողջ ընթացքում այս կոմեդիայի արդյունքում պարզվեց իրականությունը միշտ պարզվում է ջրգերեզ է դուրս գալի եւ ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի Տիգրանը հայտնի ճշմարտությունը, քանի դա իր փոխարեն չեն արել ուրիշին եւ նա հայտնի թե ում հանձնարարությամբ նա գնաց սուտ մատնության անպատվաբեր քայլին, ում հրահանգով նա գաղտնի ձայնագրեց, մոնտաժեց այդ ձայնագրությունները եւ սարքեց այս ամբողջ պատմությունը։ Հարգելի դատարան, Տիգրանի ներկայացրած մոնտաժված տեսանյութերը աշխարհի որևէ դատարանում չեն կարող որպես ապացույց համարել։ Նրանք առնվազն կարող են ծիծաղ առաջացնել եւ վկայել այդ փաստել այդ ձայնագրությունները իրականացնողի ինֆորմացիոն մասին։ Եվ այսպիսի որինված մեղադրանք այսօր կարող է առաջադրել յուրաքանչյուր դրամատուրգի ղեկավարի։ Յուրաքանչյուր դրամատուրգի ղեկավարը այսօր կանգնած է իր տեղում հայտնվելու վտանգի առջև։ Ինչի իմ համար ցավալի, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք։ Եվ ես չեմ կարծում, որ մեր երկրում պետք է մարդու մասնագիտական գործունեությամբ ազատ զբաղվելու իրավունքը ոտնահարվի, ինչպես ոտնահարել մարդու այլ իրավունքներ, գործադրելով Ստալինի ժամանակահատվածին բնորոշ բռնաճնշումներ։ Հարգելի դատարան, ես ձեզանից ակնկալում եմ արդար եւ օբյեկտիվ վիճակ։ Ես ուզում եմ վստահ լինել, որ մեկ տարի եւ 3 ամիս ապօրին, անմարդկային եւ անօրինական վիճակների զոհ դարձած լինելուց հետո ես վերջապես ականատես լինեմ օբյեկտիվ եւ արդար դատարան ակտի կայացմանը։ Ես ուզում եմ հավատալ, որ դուք ունեք այնքան անկախություն, անաչառություն, օբյեկտիվություն եւ անվախություն, որպեսզի արդար լինեք։ Դատարանը հեռանում է խորհրդարան սենյակը դատական ակտերացնելու, այն հրապարակի դատական ինստիտուտի դատություն ժամը 15:30-ին։
Հայաստանի Հանրապետության Երևանի կենտրոնում առաջ վարչական շրջանների Մղան Իրավասյան դատարանում նախագահության դատավոր Վարդանյանի, Կարտուարության, Շահինյանի և Բեգլարյանի մասնակցությամբ մեղադրողներ Շահբազյանի և Մանդիրոսյանի, Դուժողի ներկայացուցիչ Ստեփանյանի, Դուժող Ուրեխանյանի, Դուժողի ներկայացուցիչ Խորոսյանի, Պաշտպան Սիմոնյանի նույն դատարանում դրամբաց դատական նիստերի կարգով ունելով 2017 թվականի հուլիսի 25-ին ավարտելով Գրական գործ ըստ մեղադրանքի Անի Արտուրի Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետության Գրական օրենսգրքի 182-րդ հոդվածի առաջին մասով և 182-րդ հոդվածի երկրորդ մասի 3/1 կետով գնահատելով և ամփոփելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Գրական դատարանության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով 119, 357-ից 360, 364-65, 366-ից 373 հոդվածներով վճռեց ճանաչել և հռչակել Անի Արտուրի Հովհաննիսյանի անմեղությունը Հայաստանի Հանրապետության Գրական օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ մասի 3/1 կետով վերագրված հարցում հանցագազմի բացակայության պատճառաբանությամբ Անի Հովհաննիսյանին ճանաչել մեղավոր Հայաստանի Հանրապետության Գրական օրենսգրքի 182-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ նրա նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով Անի Հովհաննիսյանի պատժի կրման սկիզբը հաշվել 2016 թվականի մայիսի 3-ից նրա նկատմամբ որպես խաբամիջոց ընտրված կալանավոր մտորներ ամփոփող մինչև սույն դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելը Իրեղեն ապացույց ճանաչված և դատարանում պահվող Վարդիտեր Գիշյանի խուզարկությամբ հայտնաբերված քիմիական նյութով մշակված 20,000 դրամ անվանական արժեքով 15 թղթադրամները վերադարձնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, իսկ նույն քիմիական նյութի հետքերը կրող պայուսակը, դրանում հայտնաբերված նոթատետրը, քննվող դեպքի պահին Գիշյանի կրած պիջակը վերադարձնել վերջինի սույն դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերը պահել գրական գործում, այն փայլու ողջ ժամանակահատվածում, իսկ Վարդիտեր Գիշյանի Nokia ապրանքանիշի բջջային հեռախոսը 093-56-89-75 համարով հեռախոսակարգը վերադարձնել նրան, Անալիզիկ ՍՊ ընկերության գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված և վերցված դել ապրանքանիշի դյուրակիր համակարգիչը վերադարձնել այդ կազմակերպության լիազորված անձին սույն դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Դուժող Տիգրան Ուրիխանյանին հանցագործության պատճառված վնասի փոխհատուցման հարցը համարել լուծված նման պահանջ ներկայացնելուց հրաժարվելու պատճառաբանությամբ, որպես դատական ծախս Անի Արտուրի Հովհաննիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բռնական ձև 68,700 դրամ գումար։ Անի Արտուրի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի Երևան քաղաքի Արարատյան առաջին զանգվածի 10 կոտորակ 2 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նրա բաժնեմասի նկատմամբ դեռևս միջդատական վարորդի ընթացքում կիրառված կալանքը վերացնել, իսկ դատարանում պահվող iPhone 5S ապրանքանիշի բջջային հեռախոսի և iPad ապրանքանիշի պլանշետի վրա կիրառված կալանքը պահպանել մինչև դատական ծախսի լրիվ փոխհատուցումը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան ստացման օրվանից 1 ամսյա ժամկետում։ Դատարան Վարդանյան դատավճիռի օրինակները կողմերի կտրամադրվեն օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում, գործի դատական քննությունը հայտարարում ավարտված Դեպի մտածում Այդ օրենքը որ բարեցի Փոխարեն հրմեմ անել դուժի երկարների ուժը քաջանին իրաց կեղտերի համար հրմեմ անել հանի 60,000 շատ քասի տոտալի սաղ թող իրա մերդերու չավարդի իրա ազգուտակին Այդ իրաց աների վրա փող պահնավոր լեզդի անանոց երկիր է ոչ մի որ
ոչ մի բան չկա։ Ճշտություն չկա, այդ կանատուր ապացուցելու, թե նորից այդ գեղքեր ղեկավարական մոտինում չի դրել։ Պարոն Սիմոնյան, կասեք ոնց է գնահատում դատարանի որոշումը։ Քիչ առաջ փաստորեն մեկ հոդվածով մեղավոր ճանաչվեց ձեր պաշտպանյալը։ Նշեմ, որ երկու հոդվածով էր մեղադրանք առաջադրվել, դատարանը մի դրվագով արդարացման դատավճիռ կայացրեց, երկրորդով մեղադրական, գտնում եմ, որ երկրորդով էլ պետք է նույնպես արդարացման դատավճիռ կայացնել, որովհետև դատականությամբ հետազոտված ապացույցներով նա մեղքը ամենայն դեպս ապացուցված չէր։ Հիմնված էր միայն իրարամերժ ցուցմունքների հիման վրա, ասենք տրված Տիգրան Միխանյանի ցուցմունքով, որը նույնիսկ դատարանում իր ցուցմունքներում չպնդեց այն հանգամանքը, թե Անի Հովհաննիսյանը իրենից սպառնալիքներով գումար է պահանջել։ Բազմիցս թե նախագահ դատավորի եւ թե մեղադրողի եւ թե իմ հարցերին մշտապես տալիս էր այնպիսի պատասխաններ, որոնցով չէր կարելի գարել եզրահանգման, որ շոկման դեպք է տեղի ունեցել։ Բոլոր դեպքերում դատավճիռը բնականաբար մեղավոր ճանաչելու մասով կբողոքարկվի վերաքննիչ դատարան։ Եթե բողոքարկի մնաց 3 ամիս փաստացի հա կրելու համար եթե ուժի մեջ մտնի 3 ամիս ամեն 3 ամիս հետո փաստորեն Անին դուրս է գալիս տեղեկություն ունեք, ելի ինքը բողոքարկել է միջև Անին իր խոսքում ասում միջև մի հետ կգնա իր արտադրությունը։ Բոլոր դեպքերում անկախ նրանից թե բողոքարկվելու է, բողոքը լինելու է, միանշանակ բողոքը լինելու է, դա քննարկման ենթակա չի, բայց եթե այդ բողոքարկման ընթացքում գործի ընթացքում վերաքննիչ դատարանում, ասենք այս 3 ամիսը լրացավ, ինքը ժամկետը լրանալուց անմիջապես ազատ արձակվել։ Այսինքն կապ չունի դա կբողոքարկվի թե չի բողոքարկվի ու անկախ նրանից թե ով կբողոքարկի։ Խնդիրը ազատ արձակվել չի, խնդիրն այն որ արդեն փաստացի ստացվում է որ ինքը դատված է եւ այլ։ Դեռ հələ դատված չի, քանի դեռ օրինական ուժ ստացած դատավճիռ չկա։ Իսկ թե մի հետ կդիմեք թե չեք Եթե ուժի մեջ մտնի այս մասով միանշանակ է։ Միջև մի հետ կգնա։ Միանշանակ է քննարկման ենթակա է։